Սիրելիներս ողջույն, այսօր պատրաստելու եմ լցոնած կարտոֆիլ, կարտոֆիլի միջուկը պատրաստելու եմ սնկով, սոխ, մի փոքր կծուպղպեղ, այստեղ սոխն ու կծուպղպեղը միասին, արդեն լցնեմ, չափաբաժինների նկարագրության բաժնում կգրեմ, կարող եք պատրաստել և մարինացված սնկով և թարմ սնկով, ինչով որ ինքներդ կցանկանաք, ինչ եմ անելու, լցրել եմ արևածաղկի ձետ, սոխը և պղպեղը կծու, կարող եք քաղցր անել, ըստ ցանկության, ինչը ինքներդ կցանկանաք, ինչը ձեր քիմքին հաճելի է, հիմա մի փոքր տապակելու եմ, ավելացնելու եմ սունկը կտրատել եմ արդեն, վրան ավելացրել եմ մի փոքր աջիկա համեմունք, սունկը կտրատել եմ և մեզ անհրաժեշտ է լինելու 3 փոքր ատամիկ սխտոր, այստեղ արդեն դրել եմ պատրաստ, որ միասին տապակեմ, հիմա սոխի վրա նաև կտապակեմ, կծյորկեմ սխտորը, միասին կտապակեմ և կավելացնեմ սունկը, շատ չեմ տապակելու, քանի որ մարինացված է, մի փոքր ոսկեգույն երանգ ստանա և վերջ, սունկը մարինացված է, շատ եփելու, տապակելու կարիք չկա, սիրելիներս, կարտոֆիլը ինչ եմ արել, ցույց կտամ կարտոֆիլը, սա տապակեմ վերջացնեմ, ցույց կտամ, վրան արել եմ աղ, կարտոֆիլի կլոր կարտոֆիլ, եթե միջին չափա, մի փոքր քիչ եք եփելու, եթե մի քիչ մեծ չափսա, ըստ կարտոֆիլի չափսի, արդեն դուք կորոշեք, սիրելիներս, կարտոֆիլի վրա արել եմ աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և մի փոքր ձետ, ֆոլգայով փաթաթել եմ, դրել եմ դուխովկա, իմ կարտոֆիլը միջին չափսա, տապակվել է ֆոլգայի մեջ, շոգ է խաշվել, հետո բացել եմ, որ կարմրի, մոտ 40 րոպե, կես ժամից 40 րոպե, որովհետև միջին չափսեր, շատ մեծ չէր, բայց եթե ձերը մեծ եղավ ձեր կարտոֆիլը, կարող եք տապակել մի փոքր ավել, արդեն դուք պիտի ստուգեք, պատրաստա թե չէ, այս պահին այսքանը, հիմա մի փոքր սա տապակեմ, ավելացնեմ սունկը, համեմունքները, միասին տապակեմ և միանամ ցույց տամ կարտոֆիլը ինչպես եմ լցոնելու և վերջում վրան ինչ եմ ավելացնելու, վերջում բոլոր բաղադրիչները լցոնելուց հետո ավելացնելու եմ վրան պանիր և տեղափոխելու եմ նորից բոլորը եփվածա մոտ 5-ից 7 րոպե դուխովկայի մեջ թեթև պանիրը կարմրելու, այս պահին այսքանը, հիմա սա տապակեմ, ավելացնում եմ սունկը, սիրելիներս, ուզում եմ բոլորը ցույց տամ, որ և տեսահոլովակը չի երկարի և ձեզ համար պարզ լինի, ահա, շատ պետք չէ տապակել, քանի որ չենք շատ տապակելու, իրան պետք է թեթև ոսկեգույն երանգ ստանա, հիմա սա մի փոքր տապակելուց հետո կավելացնեմ համեմունքները, հիմա մի փոքր տապակելուց հետո ավելացնում եմ սև պղպեղ, ըստ ձեր ցանկության, շատ եք ուզում, շատ եք տապակում, քիչ եք ուզում, քիչ եք տապակում, սիրելիներս, մի թեթև ինքը բոլորը պատրաստի բաղադրիչները իմաստունի շատ տապակելու, սև պղպեղ, այսպիսի համեմունք ունեմ, տարբեր պղպեղների փունջա և շատ համեղ է լինում ցանկացած ուտեստների վրա ավելացնելով, այլ ավելացրեցի, մի փոքր է տապակեմ, ավելացնելու եմ նաև կանաչի, սիրելիներս կտրում եմ, ինչքան դուք կցանկանաք, կանաչի շատ եք սիրում, մի քիչ ավել, մենք շատ եք սիրում համեմը, ավելացնում եմ համեմ, եթե շատ եք սիրում, ավելացրեք շատ, եթե ոչ, կարող եք ավելացնել ըստ ձեր ցանկության, ինչքան որ կոնկրետ չափաբաժին չկա, ավելացնեմ համեմը և 2 րոպե նաև կանաչի հետ տապակեմ և անջատեմ, բավական է, կթողեմ սառչի, սառչելուց հետո նոր կմիանան, ցույց կտամ կարտոֆիլը
որ փաթաթել եմ ֆոլգայով, ինչպես է կարմրել, ինչպես է պատրաստ եւ ինչպես եմ լցոնելու։ Ցույց կտամ բոլորը, սիրելիներս։ Հիմա սա պատրաստեմ, տապակեմ եւս 2 րոպե եւ միանում։ Վերջացրեցի տապակել լսունքը։ Այստեղ ունեմ կարտոֆիլը, որ արդեն ասել էի։ Դրել եմ ֆոլգայի մեջ, եփել եմ, վերջում բացել եմ վրան ֆոլգայի, որպեսզի մի փոքր ոսկեգույն կեղև կազմի։ Միջին չափսի կարտոֆիլ է, սիրելիներս, նայեք։ Ինչ եմ անելու։ Բացելու եմ մեջտեղից գրպանիկի նման, մի փոքր այսպես։ Մեջի հատվածը մի փոքր sense կարտոֆիլը կտրատելու եմ։ Դանակի օգնությամբ։ Ահա։ Որպեսզի կարողանանք տեղ բացենք, իրեն սեղմենք մի փոքր կարտոֆիլը ներքևի հատված, որ վրան լցոնենք։ Երևում է։ Ահա այսպես։ Հիմա դժվար բարդ բան չկա։ Ունեմ կարտոֆիլների տարբեր լցոնած բաղադրատոմսեր, խոստանում եմ, որ կպատրաստեմ նաև մյուս տարբերակները կարտոֆիլների լցոնած։ Հիմա ինչ ենք անում։ Վերցնում ենք սունկը, ինչքան հնարավոր է շատ, սեղմելով լցոնում ենք։ Ահա այսպես։ Ոչ մի դժվար եւ բարդ բան։ Միջուկը կարող եք պատրաստել ցանկացած միջուկ, ինչ ինքներդ կցանկանաք, կարող եք եւ բանջարեղենային, եւ մսային, ես կպատրաստեմ երկուսն էլ։ Եւ բանջարեղենով եւ մսային միջուկները սիրելիներս անչափ համեղ է պատրաստվում եւ անչափ համեղ է լինում։ Պատրաստեք, ես մյուս տարբերակները նույնպես կպատրաստեմ, դուք կտեսնեք ինչքան լավ է ստացվում, ահա։ Ինչ եմ անում, ունեմ ապակե տարա ջեռոցի համար նախատեսված, մի փոքր ձեք ենք փչում կամ լցնում ինչ ունեք, ոչ մի ստիպողաբար, ոչ մի բան պարտադիր չի, և տեղափոխում եք այսպես տարայի մեջ, ահա։ Հիմա լցոնեմ մնացած բոլոր երեքներ, վերջում վրա պանիր եմ դնելու, ցույց կտամ։ Ահա, լցոնեցի, վերջացրեցի, այստեղ ունեմ ծորկած պանիր, քերիչով անցկացրած պանիր, այդպես ասեմ, որպեսզի չասեն, ծորկած չի։ Սիրելիներս, մի քիչ թեթև ապրեք, այդքան բան կասեմ։ Չգիտեմ, տեսահոլովակը նայում եք զուտ ինչ-որ բան տեսնեք, նկատեք, զուտ ամենօրյա խոսակցականից ինչ-որ բան ուղումներ անեք, բոլորս է գրականության լեզուն անցել են, գրականությունով ամեն ինչից տեղյակ ենք, բայց բոլորս էլ գրական չենք խոսում, բոլորս էլ օգտագործում ենք մեր ամենօրյա խոսակցականը, այնպես որ թեթև նայեք, թեթև ապրեք և մի ձեր վատ տրամադրությունը, վատ, չգիտեմ, աուրան բերեք մեզ մոտ, իմ ալիքում փառք Աստծո շատ դրական և շատ բարի անձնավորություններ են հավաքվում, ինչի համար անչափ շնորհակալ եմ, անչափ բոլորին, լավ խոսքերի և լավ մեկնաբանությունների համար։ Ահա, լցրեցի վրան պանիր, ինչ եմ անելու, դնելու եմ ջեռոց, մի փոքր հալվի պանիրը և կարմրի ու վերջ, դուրս եմ հանելու և բարի ախորժակ բոլորիս, սիրելիներս, ցույց կտամ նաև վերջնական արդյունքը, այս պահին այսքան է։ Սիրելիներս, ահա և պատրաստ է մեր համեղ լցոնած կարտոֆիլը, սնկով, շատ ախորժելի և շատ համեղ, արդեն փորձել ենք,
պատրաստեք եւ դուք, արդեն ասել եմ, որ կպատրաստեմ նաեւ մյուս տարբերակները եւ մսով եւ բանջարեղենով, անպայման կփորձենք, օր չեմ ասում, բայց տեսահոլովակներ կլինեն, դե ինչ, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով, շնորհակալ եմ բոլորիդ, լավ մեկնաբանությունների եւ լայքերի եւ բաժանորդագրվելու համար, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, դե ինչ, ցտեսություն, լավ մնացեք։